ծննդյան և աստվածահայտնության դոնին արիթով մեծիտանն գիլիգյո գաթողիկոսության Անտիլիասի մայրավանքեն մեր աշխարհասփյուր ժողովրդի զավակներուն գսեմ Քրիստոս ծնավ և հայտնեցավ Քրիստոս ծնավ և հայտնեցավ Քրիստոս ծնավ և հայտնեցավ Քրիստոսի ծնունդով ու հայտնությամբ վերանորոգված Անտիլիասի մայրավանքեն եղբայրական չերմ սիրով գողջունենք մեր հոգևոր եղբայրն ու ամենայն հայոց գաթողիկոսը նորին սուրբ օծություն դեր քարեքին երկրորդ գաթողիկոս եղբայրական սիրով գողջունենք Երուսաղեմի հայոց պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս և Կոստանդնուպոլսո հայոց պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս իրենց մաղթելով եկեղեցաշեն ծառայությամբ լեցուն երկար քահագալություն հայրական չերմ սիրով գողջունենք մեր սուրբ աթոռին թեմագալ առաջնորդ սրբազանները իրենց գլխավորած ազգային իշխանությունները մեր հոգևոր թասը մեր կյանքներս ծառայող մեր կրթական, մշակութային, բարեսիրական և ազգային կառույցները իրենց մաղթելով երկար դարիներու ծառայություն մեր ժողովրդին և մեր եկեղեցվո սիրելի ժողովուրդ հայոց Թարեր առաջ Բեթղեհեմ քաղաքի մեկ խոնար մսուրի մեջ տեղի ունեցավ մարդկային պատմության մեծագույն հրաշքը մարդկային կյանքին մեծագույն խորհուրդը շարականին բարերով խորհուրդ մեծ և սքանչելի երկինքը երգիր իջավ որպեսզի երկնքեն հեռացած երգիրը վերստին մոտեցնե երկնքին Աստված մարդացավ որպեսզի Աստուծմե հեռացած մարդը վերստին մոտեցնե Աստուծո Աստուծո և մարդուն առաջին հանդիպումը տեղի ունեցած էր Եթեմ թրախտի մեջ նույն թրախտին մեջ նաև մարդը հեռացավ Աստուծմե որովհետև հավատարիմ չեղավ իր աստվածային պատկերին հավատարիմ չեղավ Աստուծո կողմէ իրեն դրված երկնային գոչումին մեղանչեց և վտարվեցավ թրախտեն
ահավասիկ թարեր հետո Պետրեհեմի մսուրի մեջ դեղի գունենար Աստուծո և մարդուն երկրորդ հանդիպումը Աստված գուքար մարդուն գմոդենար մարդուն որբեսի վերամարդացնե մարդը Պետրեհեմը ծնունդ է Աստուծո որդուն Պետրեհեմը նաև վերածնունդն է Քրիստոսով նոր մարդուն Պետրեհեմի մեջ Աստված ու մարդ գմոդենան իրարու Աստուծո նախասերնությամբ Աստուծո միածին որդին մարդկային հնություն կստանա ինչպես մեր հավանական ուսուցումներում մեջ կշեշտենք Աստված մնալով հանդերձ գադարյալ Աստված գյուրացնե մարդկային գադարյալ փնությունը բացի մեղքեն Եվ այսպես Պետրեհեմի մեջ մարդկության կներկայանա Աստվածամարդը մեր Տերը Հիսուս Քրիստոս Ահա թե ինչու Պետրեհեմը Աստուծո ու մարդուն հանդիպումն է Ինչպես մարդ հերացած էր Աստուծմե ու մեղանչած նույնպես ինչպես մենք կգարթանք նոր գդագարանի մեջ նաև ողջ ստեղծագործությունը աբականած էր և հերացած Աստուծմե Քրիստոսի ծնունդով աբականությունը մեղքը կհերանա մարդեն նաև ողջ ստեղծագործութենեն Պետրեհեմով կսկսի պատմության նոր ընթացքը Պետրեհեմը մարդկային պատմության մեջ նոր մարդու ծնունդն է և նոր մարդով գերդվելիք պատմության սկիզբը Այո, Պետրեհեմով մարդը վերստին ծնավ ոչ միայն սովորական իմաստով վերանորոգվեցավ, այլ նոր մարդ դարձավ Պողոս առաքյալ իր թուղթերու մեջ հաճախակի կերպով կշեշտե ըսելով նոր մարդ եղեք նոր մարդ կլանք երբ դառնանք Պետրեհեմին նոր մարդ կլանք երբ Պետրեհեմի մեջ մարդկության ներկայացած և մարդկության փրկիչը լալու կոչված Քրիստոսին հետևինք նոր մարդ կլանք երբ Քրիստոսի պատվիրանին հետևելով խաչը մերուսին այլ խոսքով Քրիստոսի ուսուցումները արժեքները պատվիրանները կործացրելով ապրինք մեր կյանքը այո Պետրեհեմով կսկսի պատմության նոր ընթացքը Պետրեհեմը մարդու փրկության նոր ընթացքին ծնունդն է մարդու փրկության ճանապարհը կբացվի ամբողջ աշխարհին դիմաց և անոր փրկության ճանապարհեն պիտի քալե գուզե քալել
պետք է ապրի Քրիստոսի ներկայությունը, դարձյալ ինչպես Պողոս առաքյալ գսե, ես չէ որ գաբրիմ, մարդը ֆիզիկական անիմաստ, աննպատակ ներկայություն է, երբ իր մեջ Քրիստոս չապրիր, առաքյալը գսե, Քրիստոսն է, որ իմ մեջս կապրի։ Բեթղեհեմը սիրելի հավատացյալներ, եկերքնեմ Աստուծո էջքն է, երգիր և մարդուն բարձրացումը, մեր եկեղեցվո հայրերուն փարով մարդուն աստվածացումը, այսինքն բարձրացումը երկինք, մարդուն մեջ ապականած Աստուծո պատկերին վերականգնումն է, Աստուծո նմանության վերահաստատումն է, այլ խոսքով նոր մարդու ծնունդը։ Հետևաբար քրիստոնյա ըլլալ կնշանակե նոր մարդ ըլլալու ուխտը կատարած ըլլալ։ Մենք սովորական իմաստով քրիստոնյա պետք չէ ըլլանք։ Քրիստոնեությունը բիդակ չէ։ Քրիստոնեությունը ժառանգական գապ չէ։ Քրիստոնեությունը ըստ Քրիստոս ապրիլ է։ Քրիստոնեությունը Բեթղեհեմի խորհուրդը ու պատգամը մեր անհատական թե հավաքական կյանքի մեջ կյանքի վերածել է։ Այսօր Աստուծո որդուն ծննդյան ու աստվածահայտնության դոնին եկեք դարձյալ ու միշտ դառնանք Բեթղեհեմին, այն խոր հավատքով, որ Բեթղեհեմի մեջ ծնած Աստուծո որդուն ծնունդով մենք վերածնանք, նոր մարդ դարձանք, լսենք առաքյալին պատգամը, որ գսե նոր մարդ եղեք, նոր մարդ ըլլանք, որպես մգրդությամբ Քրիստոսին ետևենք քալելու, խաչը մեր ուսին, հավատալով Քրիստոսին, հավատալով Բեթղեհեմի խորհրդին ու պատգամին, սիրելի հայորդիներ, այս օրերում մանավանդ, երբ ամեն դեր շրջապատված ենք տեսակ երևույթներով, մտածելակերպերով, կենցաղակերպերով, որոնք մեր կյանքեն կփորձեն հեռացնել Բեթղեհեմի խորհուրդը ու պատգամը։ Մենք դարեր շարունակ մեր կյանքով, մեր արյունով, մեր վկայությամբ ու նահատակությամբ հավատարիմ գտնվեցանք Բեթղեհեմի խորհրդին ու պատգամին։ Այսօր Քրիստոսի ծնունդը դոնել կնշանակե վերադորոքել մեր ուխտը, մեր հավատարմությունը, մեր գոչումը, քալելու Քրիստոսին ետևեն, Քրիստոսով նոր մարդ դարձած ըլլալու խոր գիտակցությամբ և հավատարմությամբ այն արժեքներուն, սկզբունքներուն ու ճշմարտություններուն, որոնց քարոզիչը դարձավ նույնիսկ իր խաչով և հարությամբ մեր Տերը Հիսուս Քրիստոս։
Գաղոթեմ արփարսյան Աստված, որ Աստուծո որդվույն ծնունդը և աստվածահայտնությունը մեր ժողովրդին կյանքը լեցնե երկնային բարիքներով և աստվածային օրհնությամբ մեր կյանքեն հեռացնելով ամեն տեսակ չար ու չարիք և մեր ժողովուրդը առաջնորդելով դեպի Քրիստոսով սկսած երկնային թագավորություն այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն